Եթե հայկական լեռնաշխարհը համապատասխանում է աստվածաշնչյան դրախտին, ապա Արցախն էլ համարվում է դրախտի այգին։ Սա սուրբգրքյան տեքստերի վերլուծությունից եւ դրանց համադրումից բխող եզրակացություն է, որին հանգել են ոչ միայն հայ գիտնականները։ Աստվածաշնչի մեջ ներկայացված է, որ դրախտը դա Եհոն, Փիսոն այդ գետերի արանքում է, այսինքն հասնում է մինչև Արաքս գետը եւ Արաքսից դեպի արևելք դրախտի այգին է։ Ըստ էության դա հայոց արևելից նահանգներն են եւ իսկապես դա այդպես է, որովհետեւ եթե նույնիսկ մենք աշխով այդ ամենը տեսնում ենք, այսինքն բնակլիմայական պայմանները, այն միջավայրը, որտեղ իսկապես մարդը դարեր հազարամյակների ընթացքում ապրել, իսկապես դրախտային է, իսկապես դրախտի այգի լինելու բոլոր, ինչպես ասում են, հատկանիշները կա այստեղ։ Եվ այս տեսանկյունից եւ հայկական լեռնաշխարհ ընդհանրության մեջ եւ Արցախը տվյալ պարագայում իսկապես աստվածաշնչային դրախտն է ներկայացնում։ Դա մենակ աստվածաշնչի մեջ չի այդպես ներկայացված, դրա մասին խոսում են նաեւ տարբեր երկրների ավանդազրույցներ։ Իսկ որտեղ է այդ դրախտը։ Քարտեզի վրա շատ ուշադիր պետք է փնտրել այս փոքրիկ երկրամասը գտնելու համար։ Կգտնեք, եթե տեղը գիտեք։ Ահա այն։ Անգամ անզեն աչքով կարելի է նկատել, որ տեղն այդ սովորական չէ։ Անգամ եթե դեռ չգիտեք, թե ինչ է թաքնված խորքերում, երբ տիեզերքից նայում եք երկրագնդի այս կետին, ակամա թվում է, թե այստեղից է սկիզբ առնում ամեն ինչ։ Այս համեստ հեռվից անտեսանելի երկրամասում։ Սա Արցախն է, մեծ հայքի 10-րդ նահանգը, բայց մարդկությանն այն հայտնի էր դեռ մինչև մեծ հայքի ձևավորումը, դեռ մինչև պետությունների ձևավորումը։ Սա էլ հնագետների համոզմունքն է, հիմնված տասնամյակներ շարունակ իրականացված հետազոտությունների եւ ուսումնասիրությունների արդյունքների վրա։ Հնագիտական պեղումներն էլ ապացուցել է, որ Արցախը համարվել է մարդկային հասարակության ձևավորման այդ շրջաններից մեկը, աշխարհի մակարդակով ընդհանուր առմամբ վերցրած, եւ այստեղ նաեւ կուզեի ընդգծել, որ հնդեվրոպական մայր ցեղի ժողովրդի ձևավորման օջախներից մեկն է ըստ էության հանդիսացել։ Դրա մասին վկայում են, թե ասենք միջև խորհրդային ժամանակահատվածը, խորհրդային եւ հետխորհրդային ժամանակահատվածում հնագիտական պեղումները։ Այս դեպքում պատասխանները հազարամյակների խորքերում պետք է փնտրել։ Այդ փնտրտուքն Արցախի ամենաճանաչված հնավայրերից մեկն է տանում։ Խոսքն Ազոխի քարանձավի մասին է։ Շեղտերը, որը մեզ հետաքրքրում էր եւ որը արկա էր այնտեղ, դա 100,000 տարվա ամենայդ վերևի շեղտներ եւ ստորին շեղտը 400,000 տարվա։ Այսինքն մենք ունեինք այնտեղ 300,000 տարվա վավերագրություն, որը շատ մեծ հարստություն է։ Խորհրդային տարիներին հենց հարստություն գտնելու մոլուցքով են ադրբեջանցիներն Ազոխի քարանձավում հայտնվել։ Ոչ թե պեղումներ, այլ որոնումներ են իրականացրել։ Գանձ են փնտրել։ Ինձ Ազոխի բնակիչների տարեց մարդկանցից կողմից ես իմացա, որ այնտեղ ժամանակին, երբ որ նրանք հայտնվել են, դա եղել է 50-ական թվականների վերջն է եղել, անցյալ դարի, նրանք հայտնվել են այնտեղ, որպեսզի համոզվեն ամարասի հարստությունները այնտեղ է թաղված, թե ոչ։ Այդ դա է եղել։ Եվ մենք համոզվեցինք, որ դա իրոք այդպես է։ Ինչու՞։ Քանի որ երբ որ մտնում ենք Ազոխի քարանձավի այդ սրահները, մենք տեսնում ենք շատ հմուտ ձևով փորած տարածքներ։ Եվ դա ոչ հնագետի, ոչ նեաբանի փորած ձևով էր դա։ Այստենց կլոր ձևով, հատուկ սարքերով, բանով փորել էին նրանք, ընդ որում մի քանի տեղ էին փորել, որպեսզի տեսնեն արդյոք դա համապատասխանում է իրականությանը, թե ոչ, այդ առասպելը։ Եվ բախտի բերմամբ, չգիտեմ ինչ-ինչ հանգամանքների
հետ կապված այնտեղ եղել է նաև մի մասնագետ, որ հասկացել է, որ դա չի կարևորը այն ներսի սրահներինը, այլ կարևորը այն մշակութային ուրեմն շերտերն են, որի հաստությունը կամ երկարությունը 13 մետր է։ Եվ մեր գործընկերոջ վկայությամբ, Անգլիայի մեր գործընկերոջ վկայությամբ, մեր տարածաշրջանում Ազոխի քարանձավը դա այսպես ամենահարուստ 3 քարանձավների շարքին է դասում։ Եվ այնտեղ 60-ական թվականներին, 60-ական սկզբներ, 62-ներ, մոտարապես այդ ժամանակ հայտնաբերեցին հայտնի ծնոտի բեկորը։ Ծնոտի մասին շատ բան ասել հնարավոր չէ, քանի որ այն հայտնաբերել են տարածքում պայթեցման աշխատանքներ անելու արդյունքում։ Ինչ դիրքում է եղել, որ շերտում, ինչ նյութերի ուղեկցությամբ։ Այդ մասին գիտությունն արդեն ոչինչ չի իմանա։ Հստակություն չկա նաև այն մասին, թե որտեղ է այսօր այդ ծնոտը։ Ասում են Բաքվում է, բայց անգամ դա է կասկածելի։ Քանի տարի առաջ մեր ընկերներից մեկը գործընկերներից Արտասամանյան եղել է Բաքվում, ցանկացել է տեսնի այդ բանը, տարբեր պատճառներով թույլ չեն տվել, որ տեսնի։ Արցախի անկախության հռչակումից մոտ 1 տասնամյակ անց Ազոխում սկսվեցին իրական հնագիտական պեղումները միջազգային բազմազգ արշավախմբի կողմից։ 2002 թվականից սկսվեց կանոնավոր պեղումները։ Կանոնավոր պեղումները ընթացավ մինչև 2020 թվականը։ Այսինքն մենք 19 տարի պեղումները անընդհատ տեղի են ունեցել Ազոխի քարանձավում, ընդ որում պեղումները ի սկզբանե կատարվել են մեր արտասահմանյան գործընկերների հետ միասին։ Եվ ի տարբերություն մեր հարևանների, մենք պեղումները իրականացնել ենք համաձայն միջազգայինորեն ընդունված կանոնների։ Գտնված նյութերն ուսումնասիրվել են տարբեր երկրների շուրջ 25 համալսարանում։ Ամրագրվեց, որ Ազոխում ունենք 400,000-ից մինչև 100,000 տարվա մշակութային շերտ։ Հենց Ազոխում կատարված պեղումների արդյունքում գտնված նյութերն են գալիս ապացուցելու, որ Արցախն իր տեղն է ունեցել նախամարդու զարգացման ճանապարհին։ Ամեն ինչը ներառվել է մեր գրքի մեջ, կոլեկտիվ մենագրության մեջ, որը 16 թվականին լույս տեսավ մեծ ջանքերի շնորհիվ, քանի որ մեր հարևանները փորձում էին խոչընդոտել, փորձում էին կասեցնել, չգիտեմ, փակել մեր ճանապարհը այդ բանի հետ կապված, գրքի հրատարակման հետ կապված։ Եթե այդ մեր ստացած տվյալները արժեք չունենային, մեր գիրքը չէր տպագրվի Շպրինգեր հրատարակչությունում, որը ամենաբարձր, ամենահեղինակավոր հրատարակչությունների շարքում գիտական հրատարակչությունների։ Եվ տևեց մի 2-3 տարի տևեց, մինչև այդ գիրքը լույս տեսավ եւ մենք շատ հպարտ ենք, որ այդ գոնե այդպես կարողացանք ամփոփել մեր աշխատանքի արդյունքները։ 2014 թվականից Ազոխի միջազգային արշավախումբը հին հասցեին զուգահեռ Արցախում աշխատանքի նոր հասցե ուներ Քարին տակ գյուղի հարևանությամբ։ Հրավիրեցինք մասնագետներ Ամերիկայից եկան, ուրեմն Դանիայից եկան, Լեհաստանից եկան եւ այնտեղ մենք 7 տարի մենք աշխատեցինք 14-ից սկսած մինչև 20-ը ներառյալ։ Քարին տակի քարանձավը պալեոլիթյան շրջանին է վերաբերում։ Մշակութային շերտն ուսումնասիրված հատվածում հասնում էր 6 մետրի, ինչն արդեն իսկ բացառիկ դեպք կարելի է համարել։ Բայց գլխավոր բացառիկությունը քարանձավի միկրոկլիման էր, կարծես հատուկ ստեղծված, որ կենսաբանական նյութը երկար պահպանվի։ Պեղումների արդյունքները, սակայն, գերազանցեցին հնագետների բոլոր ակնկալիքները։ Նաև մարդկային ոսկրանյութ է գտնվել։ Նրա ուսումնասիրությունը բացառապես գիտական մակարդակում է արվել։ Իսկ ահա այդ ուսումնասիրության արդյունքների հրապարակումը քաղաքական լրջագույն թեմա են դարձրել։ Հաստատվել է, որ այս տարածաշրջանում հայկական գենը շատ ավելի հին է, քան կարելի էր պատկերացնել։ Ամբողջական ուրեմն կմախ չեն գտել, բայց առանձին ոսկորներ, ասենք ֆալանգներ, վերջույթների կամ ասենք ատամները դրան գտել ենք եւ դրանցից մեկը մեզ հաջողվեց արդեն հրատարակել դրա ուրեմն արդյունքները, պարզվեց, որ 7000 տարվա վաղեմություն ունեցող
ուրեմն այդ մարդը, որը որ կրել էր այդ ոսկորը, ուրեմն գենետիկական տվյալները համընկնում են մեր գենետիկական տվյալների եւ դրա հիման վրա էլի շատ հեղինակավոր հանդեսում լույս տեսավ մի հոդված, որտեղ մենք պնդում էինք, այսինքն պնդում որն է մենք ունեինք բոլոր հիմքերը ցույց տալու, որ մենք ունենք այստեղ գենետիկական անընդհատություն, շարունակականություն, որը առնվազն 8000 տարի է։ Դա իհարկե մեծ աղմուկ առաջացրեց մեր հարևանների մոտ, թե դուք, չգիտեմ, ձեր անհիմն ձևով երկարացնում եք ձեր ներկայությունը եւ այլ, բայց մենք երբեք մեր հոդվածում չենք գրել, որ հայեր են կամ չգիտեմ վրացիներ են կամ իրանցիներ են, մենք ասել ենք, որ այստեղ կա գենետիկական շարունակականություն ժամանակակից բնակչության եւ 8000 տարի առաջ ապրող բնակչության միջեւ, որը որ իրականությանը համապատասխանում է 100%։ Դրախտի պարտեզը հետագայում էլ մնաց իր արշալույսն ապրող մարդու ուշադրության կենտրոնում։ Ժամանակավոր կեցավայրերին աստիճանաբար փոխարինեցին մշտական բնակավայրերը։ Հայկական լեռնաշխարհում պետականության առաջին դրսևորումներին զուգահեռ փոփոխությունները նաև Արցախի տարածքն են ներառել։ Նախաուրարտական շրջանի բազմաթիվ բնակավայրերի պաշտպանական բնույթի կառույցների հետքերի առկայությունը դա է հուշում։ Հնագետները դրանք թվարկում են անուն առ անուն։ Նախաուրարտական շրջանի հուշարձաններ կան շատ, օրինակ Քաշաթաղում։ Քաշաթաղում մենք կարանք ասենք, որ կա 3-րդ հազարամյակի ամրոց, մի փոքրիկ ամրոց։ Արցախում թողեցինք մեծագույն արժեքներ, որոնք մենք այսօր Հայաստանում չունենք։ Այնպիսի ամրոց, ինչպիսին էլ Միրիկի ամրոցը, Միրիկ 1-ը, կամ Աղահեջ ամրոցը, չկա ամբողջ Հայաստանում։ Դա մի քաղաքային կառույց էր, բրոնզե երկաթի դարի, Քրիստոսից առաջ 9-7-րդ դարի, որտեղ կա Միջնաբերդում երկու տիպի կառույցներ, վարչա կառավարչական եւ կրոնա պաշտամունքային։ Այնտեղ կա պալատակային համալիր եւ կա տաճար զիկուրատ, որը չկա ամբողջ Հայաստանում, չկա ամբողջ Առաջավոր Ասիայում։ Նախարարտականը Հերիկի ամրոցն է, որը շատ բարձր է, նախարարտակը այնտեղ Բերթիկի ամրոցն է, կան շատ ամրոցներ նախարարտական։ Պետք է Քաշաթաղում, իսկ Քարվաճարում մենք ունենք մի հատ շատ հետաքրքիր ամրոց, հենց Քարվաճար քաղաքի ամենահյուսիսային եզրին։ Այն ճանապարհը, որ բարձրանում է Քարվաճար, հենց ճանապարհը երկփեղվում է, դրա վերև ամրոցը, որը հետագայում թուրքերը վերցրել բան են սարքել, աղալներ են սարքել, բայց պատերը տակից երևում են, եւ այդ ամրոցը ունեցել է խանդակ ձեռքով փորած, եւ այդ խանդակի վերևը երկու շարք պարիսպ։ Դա Քարվաճար 1 ամրոցն է, բայց իհարկե ամենամեծը եւ ամենանշանավորը եւ ամենակարևորը ծառ 1 ամրոցն էր, 1 կիլոմետր 200 մետր երկարությամբ քաղաքատեղի, որի պարիսպը ձգվում է կիլոմետր ու կես, կանոնավոր, շարված, պարիսպով, իր մուտքով, իր միջնաբերդով, միջնաբերդի անկյուններում աշտարակներով, դա նոր հայտնաբերված ամրոց է, լրիվ նոր։ Հաստատ սա դեռ ամբողջ ցանկը չէ, բայց միայն արդեն հայտնաբերված հուշարձանների բազմազանությունն ու բազմաշերտությունը հուշում է, որ Արցախի տարածքը եղել է իր ժամանակի համար բավականին խիտ բնակեցված։ Նույն պատկերը նաև Արցախի հարավային հատվածում է արձանագրվել, Կերենի դամբարանադաշտում։ Կերենը դա մի հուշարձան չէ, դա մեծ հուշարձանախումբ է, որն ընդգրկում է իր մեջ մի քանի դամբարանադաշտ։ Մեր հետազոտությունները կենտրոնացել են այդ կենտրոնական դամբարանադաշտում, որը հայտնաբերվել է 2000
2003 թվականին տեղի բնակիչների կողմից Մկրտիչ եւ Արթուր Թումասյանների կողմից եւ առաջին անգամ բարձրաձայնվել է երջանկայի շատակ ճարտարապետ Ստեփան Նալբանդյանի կողմից։ Մեր արշավախումբը այստեղ աշխատել է 2003 թվականի նոյեմբերից մինչև 2014 թիվը։ Դամբարանները ձգվում են ջրբաժանով, ասեմ, որ դամբարանադաշտը ինքը մեզ հասել է բավականաչափ խաթարված վիճակով, քանի որ այստեղ ճանապարհ էին ժամանակին սարքել եւ տասնյակ դամբարաններ ավիրվել էին, ինչ որ դամբարաններ էլ թալանվել էին այս ընթացքում, որ բավականաչափ տխուր վիճակում էր դամբարանադաշտը հասել մեզ, բայց նույնիսկ այն, ինչ հասել էր, դա ապշեցուցիչ էր։ Դամբարանադաշտի տարածքը օգտագործվում էր մի քանի հարյուրամյակի ընթացքում։ Վաղագույն դամբարանը թվագրվում է Քրիստոսից առաջ 14-13-րդ դարերով, կա 3-4 դամբարան, որոնք թվագրվում են հազարամյակների սահմանագլխով, եւ դամբարանների մեծ մասը վերաբերում է 8-ից 6, 7-ից 5-րդ դարերին Քրիստոսից առաջ, այսինքն եթե մենք ժամանակաշրջաններով ենք դատում, ապա դա ուրարտական եւ հետ ուրարտական ժամանակաշրջանն է անմիջապես եւ այս առումով հայտնաբերված նյութերը իսկապես ապշեցուցիչ են, շատ բարձր որակի խեցեղ են եւ հսկայական քանակությամբ։ Ովքեր էին այդ մշակույթի կրողները։ Շատ հաճախ տրվող, ավելի հաճախ էլ շահարկվող այս հարցին մասնագետներն արձագանքում են նախ զարմանքով եւ միայն հարցը կրկնելուց հետո են հերթական անգամ բարձրաձայնում ակնհայտը։ Կերենի մշակույթը դա այդ ժամանակաշրջանի Հայաստանի մշակույթի մի դրսևորում է։ Կերենի նյութը հար եւ նման է հարևան Շիկահողի դամբարանադաշտի նյութերին, Կապան քաղաքի դամբարանադաշտի նյութերին, դա պարզապես մեր մշակույթի մի հատվածն է, ասել, որ դա ինչ-որ առանձին մի մշակույթ է, իհարկե աբսուրդ է։ Հաջորդիվ եկավ ուրարտական ժամանակահատվածը։ Արցախը ևս ներառված էր ուրարտական տերության սահմաններում։ Համենայն դեպս, դրա օգտին են վկայում հնագիտական շատ գտածոներ։ Արդեն Ուրարտուի ժամանակահատվածում հստակ խոսում է, որ հայկական լեռնաշխարհի արևելյան հատվածը, այսինքն հայոց արևելից նահանգները ներառված է եղել հայկական քաղաքական համակարգի մեջ, այսինքն պետական կառույցների մեջ, պետական միավորների մեջ է եղել ընդգրկված։ Դրա առաջին տեղեկությունը դա վերաբերում է Մենոյի արշավանքների մասին, երբ հասնում է մինչև Սյունիք, այսինքն Արցախ է հասնում եւ դրա մասին խոսում է նաեւ Կերենի դամբարանադաշտից ձեռբերված ուրարտական դարաշրջանին վերաբերող նյութերը, որ իսկապես ուրարտական պետական համակարգի մեջ է եղել ներառված, առավել շատ հետաքրքիր նյութեր է պահպանվել Արգիշտի ժամանակահատվածից, երբ Արգիշտը մեծ հայքի առանձին նահանգները մեկ պետական միավորի մեջ ներառվեց նաև Արցախը, օրինակ խոսվում է Արգիշտի արձանագրություններից մեկի մեջ խոսում է Զար բնակավայրի մասին։ Գիտնականները գտնում են, որ այդ նույն Զարը դա Ծառն է, հետագայում Արցախի մելիքանիստ կենտրոններից մեկն է հանդիսացել Քարավաճառի հատվածում, կամ ասենք գիտնականները գտնում են, որ նա հասել է նաև մինչև Բաղինք արքունական, այսինքն ջերմաջուրը։ Հաջորդ աղբյուրները վերաբերվում են Ծովագյուղում հայտնաբերված սեպագիր արձանագրությունները, որտեղ խոսում է արդեն Սարդորի ժամանակներից
դեպի Արցախ կատարված արշավանքների վերաբերյալ նկարագրվում է, որ այս հատվածում նվաճվել է այսպես 23 երկրների անուններ է տալիս, միաժամանակ նաև ներկայացվում է Արցախը որպես Ուրուտեխենե ձևով այսպես է ներկայացում, ասում է Վելիքուխին, Ուրուտեխենեն, այսպես այսինքն Սևանալջի ավազանի հատվածները նվաճելուց հետո նաև խորանում հասնում է, այսինքն ներկայիս Վարդենիսի տարածքով մտնում է Քարավաճառի հատված, իջնում միջև Մարտակերտի եւ արդեն դեպի Ստեփանակերտի Վարանդայի նախկին այդպես գավառի հատվածները։ Հետաքրքիր արձանագրություն են նաև իրենից ներկայացնում Ծովինար գյուղում պահպանված սեպագիրը, որտեղ խոսվում է բնակավայրերի մասին արդեն։ Դա արդեն Ռուսայի կառավարման, Ռուսա առաջինի կառավարման ժամանակահատվածն է, երբ նոր արշավանք է կազմակերպում դեպի Արցախի հատվածը եւ նոր տարածքներ է այսպես նվաճվում, գրավում եւ արձանագրության մեջ օրինակ խոսվում է Սուսե այդ բնակավայրի մասին, դա ամենայն հավանականությամբ խոսքը վերաբերվում է Մարտունիի շրջանի Սոզ գյուղին եւ Քաշաթաղի շրջանի Սուսե գյուղի վերաբերյալ, այսինքն դրանք նաև տաճարներ են, որ ամենայն հավանականությամբ տաճարներ է եղել կառուցված հուրարտական ժամանակահատվածի, երբ խոսում ենք դրա մասին, մարդիկ հարց են տալիս, եթե օրինակ, ասենք Մենուայի ժամանակ կամ Արգիշտի ժամանակ այդ հատվածների ընդգրկված է եղել հայկական պետության կազմի մեջ, օրինակ ինչ կարիք կար, որ նորից Ռուսա առաջինը կամ Ռուսա չորրորդը նորից արշավանք կազմակերպեր դեպի Արցախ, սա նույնպես բնական էր, որովհետև մշտապես կենտրոնացված պետություն պահելու համար տեղական իշխողների դիմադրությունը ճնշելու, ինչպես ասում են, նաև անհրաժեշտություն։ Հակառակ ամենատարբեր մեկնաբանություններին, Ուրարտական պետության կազմավորումը նպաստեց հայկական լեռնաշխարհում ժողովրդակազմության գործընթացին։ Հատվածաբար ձևավորված պետական միավորումները մի քանի դար շարունակ եղան ընդհանուր սահմանների մեջ, ավելի ակտիվ շփվեցին, փոխանակվեցին իրենց լեզվով, բարբառով, արհեստով ու դիցարանով։ Ամրապնդվեց առավել կենսունակը, առավել կայացածը։ Դրա հիմքի վրա նոր պետությունն ահա պետք է ձևավորվի ուրարտական տերության տեղում, բայց սա մեր հաջորդ զրույցի թեման կլինի։